Այստեղ հարևանները ճանաչում են միմյանց։ Այստեղ դժվարությունները հաղթահարելի են եւ օգնությունը միշտ հասանելի։ Ահա, այս ընտանիքը կօգտվի բնակարանային աջակցության ծրագրից։ Այստեղ կարող եք կազմակերպել սոցիալական միջոցառում նվիրված սթրեսի հաղթահարմանը։ Տիկին Ալինա գոհացնում է ձեզ դեղորայքի առաքումը։ Ավելի լավ է, Հայկ, շնորհակալ եմ կազմակերպելու համար։ Սոնայի ընտանիքին պետք է տունայց կատարել։ Դպրոցական սննդի ծրագիրը սկսվում է հաջորդ շաբաթ։ Երեխաների համար շատ լավ կլինի տիկին Սոնա։ Ջրհեղեղ գետի ափամերձ շրջանում, ջրհեղեղ գետի ափամերձ շրջանում, բնակիչներին հորդորում ենք անհապաղ տարհանվել։ Հայկ շտապ արի տարհանման կենտրոն, Կաթիլի ամբողջ ափամերձ շրջանը ջրի տակ է։ Գալիս եմ, 10 րոպեից կլինեմ։ Արտակ, ինձ տուր այն ընտանիքների ցուցակը, որոնք անչափահաս երեխաներ ունեն եւ միայնակ տարեցներ են։ Նրանց գնահատումները պետք է առաջնահերթ կարգով իրականացնել։ Դեղերը շարունակում եք խմել։ Ոչ, Հայկ, ջրի տակ մնացին դեղերը, ակնոցներս։ Շտապ, անհրաժեշտ է դիաբետի դեղորայք։ Ասա, ամենաշատը ինչի կարիք ունեք հիմա։ Ամեն ինչ կորցրել ենք, երեխաները չեն կերել, փոքրիկը փսխում է, ես էլ միայնակ մայր եմ։ Տիկին Ալինային ուղեկցեք տրիաժ բժշկական օգնություն ստանալու համար։ Եթե վրանը ուժ խփեն, գնացեք այլ համայնք։ Փոքրիկին այս դիրքով պահեք, մինչև հեղուկ գտնենք։ Բարև Արամ, ապաստարանից եմ քեզ ձայնային ուղարկում։ Ավելի քան 300 ընտանիք գիշերում է այստեղ։ Հիշում ես, որ մասնակցեցինք աղետների ռիսկի կառավարման դասընթացներին եւ վարժանքներին։ Պատկերացնում ես, առաջին օգնության դասընթացը շատ պետք եկավ։ Կկարողանայի ավելի շատ մարդու հրատապ օգնություն ցուցաբերել, եթե աղետներին պատրաստվածության ողջ դասընթացին մասնակցեի եւ նման իրավիճակներում գործելու պլան ունենայի։ Իսկ մեր տունը, մեր աշխատանքը, վաղն ինչ է լինելու։ Բնական է, որ վերականգնումը ունենում է վերելքներ եւ վայրեջքներ։ Արդեն հաղթահարել ենք ամենածանրն ու դժվարը։ Այժմ միասին պետք է վերակառուցենք մեր Կաթիլը։ Ես ձեզ հասկանում եմ։ Ձեր բոլոր զգացումները բնական են։ Ամեն մեկս տրավմային յուրովի ենք արձագանքում։ Աղետների ռիսկի կառավարման ծրագրում պետք է առաջնայնությունը տալ վաղ ազդարարման համակարգերին։ Եկեք նաև սահմանենք համայնքի անվտանգ տարածքները։ Բնակչության հետ վարժանքներ անենք։ Սննդի եւ այլ առաջին անհրաժեշտության պարագաներ պահեստավորենք։ Կլիմայի փոփոխության արդյունքում ջրհեղեղներն ավելի հաճախ են լինելու։ Ջրհեղեղին դիմակայելու համար անհրաժեշտ է վերանայել միջոցառումների եւ գործողությունների համայնքային պլանները։ Ամեն աղետ մեզ մի բան սովորեցնում է։ Ինքնատիրապետում, մարդկանց հետ կարեկցանքով հաղորդակցում, մշակութային զգայունություն։ Սրանք պարզապես հմտություններ չեն, այլ կարևոր փրկողակներ են։ Ջրհեղեղը փորձության ենթարկեց թե մեր համայնքի համակարգերը, թե մեր գիտելիքներն ու կարողությունները։ Այս պահերին է, որ փորձված սոցիալական աշխատողները կամրջում են անցումը աղետից դեպի վերականգնում։